Տեսնենք այսօր ինչ կասեն մեզ կարտերը։ Այսօր ուզում եմ մի քիչ այլ տարբերակով փորձել։ Եկեք ընտրենք 3 կարտ։ Եվ խոսենք այդ կարտի շուրջ, տեսնենք ինչ է այդ կարտը։ Ինչ է ասում այդ կարտը։ Առաջինը, երկրորդը և երրորդը։ Շատ լավ։ 3 կարտ ունենք։ Փորձեմ օգնական կարտերը, մինչև կարող եք ընտրել, որ կարտն է ձեզ հետաքրքիր։ Կարող եք բոլոր 3 կարտերն էլ ընտրել նայել, բայց պարզապես տարբեր թեմաներով, ինչ չգիտեմ, թե ինչ-որ հարցեր ունեք, ուզում եք հարցի պատասխանը դրանով լսել, հա, դեպքում գոնե տարբեր հարցեր։ Նույն բանի մասին 3-ն էլ դա սխալ կլինի, դες ճիշտ ինֆորմացիա չի հաղորդվի։ Եկեք մի կարտեր սրանցից ավելացնեմ, մինչև դուք մտածեք առաջին, երկրորդ, թե երրորդ տարբերակն է ձեզ հետաքրքիր։ Տեսնենք առաջին տարբերակում ինչ եղավ։ Նորից ընկավ մեր թագուհին։ Թագուհին չի ներողություն։ Սա 9-ն է պենտակլների նկարը շատ նման է, շատ մոտ էր։ Սա թագուհին չի, սա 9-ն է։ Բավականին բավարարված աղջիկ է, աշխատում է, կարիերա ունի, գումար է վաստակում, վայելում է իր կյանքը, բավականին կայուն է, իր կյանքում ամեն ինչ։ Եվ որքան հասկանում եմ, նշանված է, ամուսնանում է, ամուսնության հետ կապված հարցեր կան, բավականին, այսպես ասեմ, կայացած աղջիկ է, շատ հստակ գիտի ուր է գնում, ինչ է ուզում, ինչ է անում, կյանքից ինչ սպասի, ինքը իր մասին էլ գիտի իր արժեքը, եւ հիմա էլ կարծես թե կամ նշանված է, կամ ամուսնանում է։ Տեսնենք, եթե օգնող կարտերը կարող են մի քիչ ավելի ինֆորմացիա տալ, բայց առաջինը վերաբերվում է աղջկան եւ իր ամուսնությանը։ Չեմ կարող ասել ամուսնացած է, որտեղ այդ մատանին նոր են գալիս, ավելի շատ ենթադրում եմ, որ ուղղակի ամուսնության մասին խոսակցություններ են դեռ, կամ պարզապես նշանվում է, բայց դեռ ամուսնացած չէ։ Կան շատ կեղծ մարդիկ ձեր շուրջ բոլորը, որ նախանձում են ձեզ եւ կարծես թե նախանձելու բաներ էլ կար։ Կարծես թե նախանձելու բաներ էլ կար, աղջիկը կայուն է, կայացած է, հաստատված է իր կյանքում, հիմա էլ նշանվում է։ Հա, ինքը գիտի ինչ է ուզում, ուժեղ աղջիկ է շատ եւ շատ գրագետ։ Բնականաբար կան ձեր կողքին, ովքեր ընտրել են այս տարբերակը, ովքեր իրենց տեսնում են որպես այս աղջիկը կամ այս կինը, ու պիտի լինի երիտասարդ կին, որովհետեւ ամուսնության նշանդեքի մասին խոսակցություն կար, կեղծ մարդիկ կան, ամեն դեպքում զգուշ եղեք, նախանձ մարդիկ, որոնք ժպտում են ձեր դեմքին, ձեր երեսին, բայց իրականում լավը չեն եւ ձեր նկատմամբ լավ չեն վերաբերվում։ Դուք սովորում եք, շատ եք սիրում, ինձ թվում է դուք շատ սիրում եք սովորել, կարդալ եւ շատ էլ ինքնակրթվում եք եւ դա նաեւ նպաստում է ձեր գումար վաստակելուն, այսինքն դուք բավականին բանիմաց եք ձեր գործում, անդադ սովորում եք, այո, այսօրվա դրությամբ տեսնում եք կյանքը ինչպես է, ինչ տեմպերով է արագ շարժվում, տեխնոլոգիան լինի, այս AI-ը լինի,
չես կարող ուղղակի, չես կարող մնալ նույն տեղում, դոփել նույն տեղում, իմ մասնագիտությունն էլ բավական չի լինում, ինչ մինչև այդ սովորել ես, էլի բավարար չի լինում, անդադ պետք է սովորել։ Եվ ես տեսնում եմ, որ այս աղջիկը այդպիսին է։ Եվ այո, կամուրջ է անցնում, փոփոխություն կլինի, ընտանիք իր ծառն է կառուցում, չի, չես կարող, ընտանիքը կառուցում ես, բայց ծառը իր ծառն է տնկում, այո, այսինքն բարգավաճելու է, ընտանիքը մեծանալու է, ստեղծում է իր ընտանիք, այո, նշանադրքի եւ ամուսնության մասին էր խոսքը։ Շատ լավ էր, ամեն ինչ շատ լավ է եւ իրեն իմիջիայլոց աշխատանքում կարիերայում էլ հաջողություններ են սպասում, որտեվ ես վերջում տեսա Հանեմ Էսկարտն իր համար էր ընկել, տեսնում եք, հենց ինքը մեջ հաջողությունների էլ հասնելու է։ Միակ այստեղ բացասականը, որ տեսա, զգուշ եղեք մի քիչ կեղծավոր մարդկանցից, թե չէ ընդհանուր առմամբ շատ լավ աղջիկ է, իր ամեն ինչն էլ շատ լավ կլինի եւ էլ եմ ասում, ինքը ընտանիք կկառուցի, ամեն ինչում էլ հաջողություն կունենա ըստ երևույթին։ Ես համենայնդեպս սրտանց կամենում եմ եւ ընտանիքի հարցում եւ կարիերայի հարցում, այսինքն դեռ արժևում են, դեռ ինքը բավականին ձեռքբերումներ է ունենալու։ Շատ լավն էր։ Առաջինը շատ լավ տարբերակ էր ընտրված։ Երկրորդը մի քիչ ավելի տխուր պատմություն է։ Տեսնում եմ ամպեր են կուտակվել, ինչ որ մեկը ունի խնդիրներ։ Կարող է լինել աշխատանքային, կարող է լինել անձնական թեմաներով, բայց ինչ որ մեկը, ու գիտեք, ինչ որ մեկը բավականին ուժեղ է մարդը, էլ եմ ասում, ենթադրում աղջիկ է, կին է։ Դուք բավականին ուժեղ եք, բայց այսօր պահին ունեք խնդիրներ, ամպեր են կուտակվել, տեսեք, ուժեղ մարդն էլ կարող է ունենալ թույլ պահեր, դա չի նշանակում, որ ինքը թույլ մարդ է։ Ուժեղ մարդն էլ կարող է մեկ-մեկ ունենալ թույլ պահեր, մեկ-մեկ կարող է լացել, ամպերը նաև կարող են լինել արցունքներ, մանավանդ ես այստեղ տեսնում եմ լուսին, դուք ուժեղ մարդ եք, շատ ուժեղ եք, բայց այս պահին ինչ որ բան տխրեցնում է ձեզ, նույնիսկ էլ եմ ասում, նույնիսկ կարող է արտասվում եք, կասկածամիտ եք, մի տեսակ փակվել եք ինքներդ ձեր մեջ, հիմա տեսնենք հասկանանք ես ինչու է այսպես։ Տեսնում եմ Լիլիաներ, տեսնենք։ Այո, ինչ-որ անձնական կանացի աղջիկական հարցեր են, տեսեք, ստեղ էլ աստղ է ընկել, սիրտն է ընկել և աղջիկը նամակ է կարդում, տխուր է կամ ինչ-որ մի բան եք իմացել, ինչը վերաբերում է ձեր անձնական հարցերին, այո, ես Լիլիան գիտեք, ես այս պահին այս իրավիճակում ինչ եմ տեսնում, ասում են, չէ, մարդ կամ երջանիկ է, կամ դառնում է փիլիսոփա, այստեղ կարծես այդ պահն է, ինչ-որ շատ եք մտածում, խորում եք, փորձում եք հասկանալ, ինչ եղավ, ինչու եղավ, բայց սա այստեղ անձնական հարցեր են, սիրո հետ կապված հարցեր են, ինչ-որ մի բան եք իմացել, ինչ-որ մեկից ինչ-որ բան եք լսել, և դա ձեզ տխրեցրել է, կասկածամիտ եք դարձել, դուք մեծ հույսեր ունեիք Աստղով, մեծ նպատակներ ունեիք, բայց ինչ-որ մի բան այս պահի դրությամբ ձեր ուզած ուղղությամբ չի գնում, դրա համար էլ տխուր է, կամ դուք կասկածներ ունեիք, կամ ձեր նկատմամբ կասկածներ ունեք, կամ մարդու, ես ուղղակի տղամարդու պատկեր չեմ տեսնում, չեմ կարող ասել տղամարդու նկատմամբ կասկածներ ունեք, բայց ինչ-որ մի բան եք լսել, ինչ-որ մի բան եք իմացել, որ այսպես միանգամից սրտներդ լցվել է։ Ես տեսնում եմ ստվերում այս դագաղը, որը նշանակում է տրանսֆորմացիա, այսինքն փոփոխություն, կփոխվի, իրավիճակը այսպես չի մնա։ Իրավիճակը չի մնա, հեշտ չի լինի, բայց պետք է ճանապարհ ընտրել, լավ է, վերջում արև տեսնում եմ, այսինքն դե միշտ էլ ինչքան էլ անպամած լինի, ամպերը ցրվելու են եւ արև է դուրս գալու։ Դուք կգտնեք տարբեր, անկախ նրանից այս հարցը կլուծվի թե չի լուծվի, լուծում ունի թե չունի, փոփոխություն լինելու է անպայման, ինչ խնդիրներ, խնդիրներ, խոչընդոտներ որ լինեն, կարողանալու եք հաղթահարել, ուղղակի պետք է ուղղությունը փնտրեք ու գտնեք, այսինքն փորձեք այս հարցը լուծել,
որտեղ ինքը կարող է լուծվել։ Իսկ տրանսֆորմացիան ինչև էլ բացատրել եմ այլ անգամներ, ինչ որ վատ է լավ է լինում, ինչ որ լավ է վատ է լինում։ Այս դեպքում շատ լավ է, որ այս կարտը ընկել է, որտեղ մեր դեպքում քանի որ տխուր էր, լավ չէր։ Ուրեմն լավ կլինի։ Դա նշանակում է, որ փոփոխություն կլինի։ Միանգամից չի լինի, որտեղ խոչընդոտներ կան, սարեր կան, ժարեր կան ձեր ճանապարհին, բայց եթե ուղղությունը ընտրեք, որոշեք ինչ եք ուզում անել, եթե կասկածներ ունեք, ինչ անեք, ինչ չանեք, ինչի հետ է կապված, ես էլ եմ դժվարանում եմ ասել, ինչ ընտրության մասին է խոսքը, ամուսնություն, բաժանություն, առաջարկություն ընդունել, չընդունել, որտեղ սիրային հարցեր էին, այստեղ սիրո հետ էր կապված։ Ինչ որ ճանապարհ կգտնեք, ի վերջո ճանապարհը կգտնեք եւ ամեն ինչ կփոխվի եւ արևն էլ նորից եմ ասում, էլ արևից հետո չեմ ուզում բացել, ամեն ինչ ի վերջո լավ է լինելու։ Ամեն ինչ ի վերջո լավ է լինելու։ Դուք կգտնեք այս հարցի լուծումը։ Տեսեք, արևը բացի արևից նաեւ տուզն է։ Չգիտեմ ես ինչպես կարող եմ ասել, մենք քարպինջ էինք ասում այս ժամանակ, չգիտեմ հիմա ինչ են ասում, բայց սա տուզը շատ լավ է լինելու ի վերջո։ Այսինքն այս ձեր այս տխուր, կասկածամիտ, մելամաղձոտ իրավիճակները իրականում կանցնեն, բայց պիտի ինչ որ ընտրություն ընտրեիք, պետք է ընտրեիք ձեզ ճանապարհ, այո, այսինքն ցանկացած իրավիճակից պետք է ելք փնտրել, դա նկատի ունեմ։ Տեսնենք երրորդ տարբերակը։ Երրորդ տարբերակը շատ ավելի հետաքրքիր է։ Դուք ունեք կոնկրետ նպատակներ, ցանկություններ, երազանքներ ունեք։ Եվ ճակատագրի անիվը պտտվում է եւ կարող եմ ասել պտտվում է ձեր օգտին, որովհետեւ շատ արագ փոփոխություններ են լինելու, աշխուժություն է մտնելու ձեր կյանքում եւ այսինքն ձեր անիվը սկսելու է պտտվել ձեր ուզած ուղղությամբ, այդպես կարող եմ ասել։ Բավականին լավ կարտեր են, շատ լավն են։ Դուք կոնկրետ գիտեք ինչ եք ուզում, գնում եք ձեր նպատակներին, ճակատագիրը ձեզ կօգնի, անիվը սկսում է ձեր ուզած ուղղությամբ պտտվել, սա շատ արագ նորություններ է գալիս, աշխուժություն է մտնում, դուք ունեք ճանապարհը եւ գնում եք ձեր ընտրած ճանապարհով։ Լավ էր, շատ լավ էր, մեկն էլ էր, լավ տեսնենք ինչ որ ավելացումներ կլինեն լրացուցիչ ինֆորմացիա երրորդ տարբերակի համար։ Այո, ոչ մի բան չփոխվեց առանձնապես, սա կամուրջն է, այսինքն դուք ինչ որ նպատակ ունեք, ասում եք, չէ, աստղերը դա է նշանակում, ինչ որ նպատակ ունեք, ինչ որ ցանկություն ունեք, եւ այո, կամուրջ է, այսինքն դուք պետք է ինչ որ ճանապարհ անցնեք, մի կետից անցնում եք մյուս կետին, այսինքն դուք որ տեղում նստած եք, հա, չգիտեիք ինչ անել, հանկարծ որոշել եք, մտածել եք, որոշել եք, որոշում եք կայացրել, գիտեք ինչ եք ուզում եւ պետք է կամուրջ անցնել մյուս կողմը։ Այսինքն դուք պետք է կոնկրետ արդեն քայլեր անեք։ Ես ինչքան էստեղից տեսա ճակատագիրները ձեզ խրախուսում, դուք էլ արդեն ձի ու վրա շարժում եք, պատրաստ եք եւ այնտեղ մի քիչ կարող է ճանապարհը շատ ձեր ուզած, չգիտեմ, ձեր պատկերացրած հարթ ճանապարհը չլինի, սա լաբիրինթոսն է։ Բայց դուք կգտնեք ճանապարհը եւ դուրս կգաք, տեսեք, ձեր թևերը պարզել եք, ճախրում եք, փոփոխություն է լինելու, շատ հեշտ չի լինի, բայց ես առանձնապես խոչընդոտները չեմ տեսնում, իսկ թռչում է դեպի իր երազանքները, չէ, շատ լավ էր։ Այս մակն է բավականին լավ էր, բավականին աշխույժ, բավականին հետաքրքիր։ Մեջներից երևի մենակ մեջտեղին էր, որ երկրորդ տարբերակն էր, շնորհակալություն։ Առաջին ու երրորդը շատ լավն էին, շատ այսպես դրական, ամեն ինչը դրական էր։ Երկրորդը վատ չէր, ճանապարհ էր գնում, բայց եկեք մի վերջին կարտել հանեմ երկրորդ տարբերակի համար, աղջիկը տխուր էր, սիրտը կոտրվել էր, ինչ որ երևույթի հետ կապված, տեսնենք մի վերջին կարտ, մի վերջին, մի լավ բան կասի կարտը, աղջիկան, չէ, աղջիկն ընկավ նորից, այսինքն դուք դեռ մտածելու կարիք ունեք, դուք դեռ պետք է նստեք ու մտածեք ու ինքներդ հասկանաք, թե դուք ինչ եք ուզում։ Այո, ինքներդ պետք է մտածեք, չէ, դեռ մտածելու է, դեռ ոչ մի հարց առանձնապես, այսինքն դեռ լուծում չկա ձեր հարցին, դեռ ոչ մի, այսպես ասեմ, ճանապարհ ցույց չի տալիս կարտը,
ավելի շատ, որ դուք մենակ նստած ու մտածում եք։ Ես ձեզ ամենայն հաջողություն եմ մաղթում։